Էվոլյուցիոն ճանապարհով Նահապետյան Հայկը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի թիմում եւ նրա կուրատորը համարվում է այն հայտնի մանկապարտեզների հանդեպ մեծ սեր ունեցող եւ հարգանք տածող բեղավոր անձնավորությունն է, այդ Աղվանն է ինչա։ Այո, Վարդանյանը։ Նախկին երիտասարդը եւ Աղվան Վարդանյանն է այդպես աշխատում, 5-րդ ալիքա գնում, սկսում է այդ չկարացած փորձագետի վերլուծությունները անել իմ ընկալմամբ, բայց նա մի բան չհասկացավ, որ նա ուղղակի մտավ մի դաշտ, անձնական դաշտ, որտեղ որ ուղղակի պետք է ստանա իր պատասխանը։ Ես ուղղակի խորհուրդ կտամ Նահապետյան Հայկին, որ այդ դաշտ չմտնի, գնա զբաղվի իր այդ ստից ռազմական փորձագետով, ինչ-որ այդ բաներով դեսպանատանիստան թող գնա խոսա, դա է իր գործը Քոչարյանի համար, բայց Նահապետյան Հայկ, դու չես էլ հասկանում քեզ Ռոբերտ Քոչարյանը ոնց է շատ էժանով օգտագործում։ Սկսել է առաջի գից, դա Քոչարյանի բանն է, չէ՞, Արտուր, կոպեկներով մարկանց գցում է առաջի գից, ուղղակի իր կարճ խելքով։ Ու այսօր Նահապետյան Հայկը հարցազրույց է տվել, ասում է Աննա Հակոբյանը ինչու փախավ։ Բա Նահապետյան Հայկ, որ դու տենց բան ես, գողական տղա ես, տենց կռուտոյի փորձագետ ես, տենց բան ուղիղ խոսացող ես, դուխը թեյ քեզ ուտում է։ Բա մատ Ռոբերտ Քոչարյանին ասա, պարոն Ռոբերտ Քոչարյան, հարցը Ցիրուշյան բախյա ցրթում է Ամերիկայում, որ տենց անձնական բնույթի գնահատականներ ես կարում տաս։ Հորդորի, որ Ռոբերտ Քոչարյանը այս անգամ Իզմիրյանում ցրթի, ոչ թե Ամերիկայում։ Բա դրանից հարցը արա։ Թե դուխը չի երիքում։ 2 կոպեկից կզրկվես։ Կգաս մենք կտանք, մի մտածի, բայց քեզ մի քիչ մարդավարի պայի, մեծ մարդ ես, տարիքդ հարգում եմ, չեմ ուզում ավել բաներ պատմեմ, որովհետև որ ավել բաներ պատմեմ Արտուր, ոչ միայն ինքը, այլ իր այդ թիմը, նախկին թիմը, մեծ խոսացողների մասին ես բաներ կպատմեմ, ասում եմ, ընտանիքներ կքանդվի, բայց դա մեր գործը չի։ Ամեն մարդ ինքն է որոշում, ում համար է քութիկություն անում այդ կոնտեքստում։ Ուղղակի նորից եմ նշում, թե այդպես տղա եք, այդպես մեծ խոսացող եք։ Բալը գնացեք հարցրեք այդ ձեր ընկերներին, այդ գեներալ, որ Ղազի պես գերի հանձնվան, այդ ոնց եղավ։